Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ ազգային ժողովի պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Ավետիսյան, ազգային ժողովում ընթանում են բյուջեի քննարկումները, կառավարության անդամները, նախարարներ կամ ոլորտների պատասխանատուներ գալիս ներկայացնում են իրավիճակը քննարկումների մասին, սակայն մամուլը գրում է, որ այնքան էլ ակտիվ չեն ընդդիմադիր պատգամավորները մասնակցում։ Չկա նորություն, չկա հետաքրքիր բան, թե ուղղակի այն է, ինչ եղել է մինչ հիմա եւ ընդհանրապես խոսքեր են, ոչնչով չհիմնավորված, ինչպես հաճախ անում են այս իշխանությունները։ Ակտիվության մասով ասեմ, որ ակտիվությունը կախված է նաև, այսպես ասենք, քննարկվող ոլորտների եւ ընդհանրապես այդ քննարկումների իրական բովանդակությունից։ Դժվար է ակտիվ դրսևորվել միտեղ, որտեղ ծայրից ծայր սուտ գեղձիկ հերթական մանիպուլյացիաներն է իրավիճակի խեղաթյուրումներ եւ անպատասխանատու կերպ։ Այսինքն հիմա ասում ես 4 տարի, 5 տարի շարունակաբար հիշեցնում ես իրենց տված խոստումները, հիշեցնում ես իրենց ձախողումները, կոնկրետ գնահատականներով հիմնավոր, բայց նույնը, այսինքն այս իշխանությունը նորից շարժվում է նույն առաջնորդությամբ, ինչը մեկ բառով ասած անպատասխանատու առաջնորդություն է։ Հիմա եթե ավելի մանրամասնենք, ինչ է ստացվում 2026 թվականը, 2021-26 թվականների այս կառավարության ծրագրի վերջին տարին է։ Այսինքն պետք է ճտերին աշնանը հաշվես ամեն դեպքում եւ երբ որ անդրադառնում ես ասում ես եկեք նայենք 2026 այս թվերը որ ասում եք մի կողմ դրեք դեռ հատ եկեք հասկանանք ձեր տված խոստումները օրինակ սոցիալական, տնտեսական, հանրային կյանքի մյուս բնագավառներում, անվտանգային ո՞րն եք կատարել։ Դուք խոստումների դիմաց եք, չէ՞, քվե ստացել, որ ձեր սիրուն աչքերի համար չի որ քվե են տվել։ Խոստացել էիք օրինակ կենսաթոշակի միջին չափը դարձնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հավասար։ Այսինքն պետք է բարձրացնեիք պարբերական։ Այդ ընթացքում այս 4 տարի, 5 տարի ամեն օր այս կամ այն ձևով այդ մասին խոսել եմ, բարձրաձայնել եմ, ուղիղ իրենց այդ հարցադրումներն ուղղել եմ, որ ոնց որ թե չեք կատարում այդ խոստումը, ասել են անհոգ եղի, դեռ 2 տարի կա կամ 3 տարի կա, 2 տարի կա, դեռ ժամանակ կա, մենք մեր խոստումը կկատարենք։ Եկավ ավարտը ժամկետի։ Ասում եմ, բա տեսակ չկատարեցիք է, 26 թվականի պետական բյուջեի նախագծում թոշակի բարձրացում չեք բերել, բայց միջին կենսաթոշակը 50,000 դրամ է, բազագույն սպառողական զամբյուղի արժեքը արդեն 82,000։ Տեսեք ինչքան մեծ տարբերություն կա տասնյակ հազարների։ Այդ թոշակառուները շուրջ 500,000 են, չէ՞։ Բա խաբել եք այդ մարդկանց։ Կամ նվազագույն աշխատավարձը պետք է դառնար 85,000 դրամ։ Հիմա 75-ա բարձրացում չկա։ Խաբել եք աշխատող աղքատին, խաբել եք թոշակառուին, խաբում եք նպաստառուին։ Դուք ասում եք աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնելու ենք։ Ծայրահեղ աղքատությունը վերացնելու։ Ասում եմ, շատ լկտի սուտ եք ասել։ Խաբել եք, որովհետև ծայրահեղ աղքատությունը չի վերացել, օրինակ գյուղական բնակավայրերում 2018 թվականի համեմատ նույնիսկ աճ ունենք, իսկ աղքատությունն էլ ոչ թե կիսով չափ նվազել է, այլ վերջին տվյալներով այս իշխանության օրոք այդ աղքատության մակարդակը մի փոքր էլ աճել է։ Այսինքն հիմա սա օրինակ դառնա քննարկման նյութ, իհարկե, չէ՞։ Պարզ տրամաբանությամբ։ Բայց իրենք խուսափում են։ Ոչ միայն խուսափում են, այլ ագրեսիվ են դառնում, փորձում են նորից նոր ստերով կերակրել մարդկանց, պարզ մանիպուլացնել, ասում են այ հետվճարային համակարգ ենք դրել։ Թոշակը չենք բարձրացրել, բայց հետվճարային համակարգ։ Շատ լավ, եթե այդ վճարով 6000 դրամ էր 25 թվին ամիսը մաքսիմում որ կարար մարդը թոշակառուն ստանար, այն էլ կեսն է թոշակառուների ստանում, գիտեք, կոմունալ ծախսերից էլ հետվճար չկա։ Հիմա դա դարձնում են 10000 դրամ։ 4000 դրամով աճ
որ ասենք դրա էֆեկտը կզգա, ասենք թոշակառուների 30-40%-ը ստեյության 4000-ով ամսեկան։ Բայց 4000-ով եթե աճի 50000-ը կդառնա 54, երբեք չի դառնա 82, նույնիսկ եթե այդպես է։ Հասկանալի։ Ես մի հարց եմ ուզում ձեզ այսօր անպայման տալ, քանի որ հենց խոսեցինք թոշակառուների մասին, որոշ ֆինանսների նախարարի մի հայտարարություն եղավ, որ չգիտեմ, եթե չգիտեմ ինչ տնտեսական դպրոցի ներկայացուցիչ չես, շատ դժվար է հասկանալ մեր ֆինանսների նախարարին, որն ասում է, եթե թոշակները բարձրացնենք, թոշակառուները կսկսեն ավելի վատ ապրել կամ կենսամակարդակը կիջնի նրանց։ Սա ո՞նց հասկանալ, չգիտեմ, թվաբանորեն կամ երկրաչափական ինչ-որ խնդիր է կամ ոչ մի կերպ չի հնարավոր չի հասկանալ, ինչպես կարելի է մարդու թոշակը բարձրացնել եւ նրա կենսամակարդակը իջնի։ Այդտեղ շատ վտանգավոր բան ասեցինք իրականում, Ահա, որը վերաբերում է ոչ միայն սոցիալական, նաև տնտեսական ոլորտին, ինքը ասաց, որ մենք այսօր գտնվում ենք մի վիճակում, որ ֆինանսական, եթե թոշակները որ առաջանցիկ բարձրանան, ասենք մի էական չափով բարձրանան, ապա դա կբերի ֆինանսական անկայունության, կոլապսի եւ դա կբերի վատ կանդրադառնան մյուսներին։ Բոլորին, այսինքն եթե թռիչքաձև գնաճ կունենանք, առաջին հանրության ապրանքները կթանկանան, ազգային արժույթը կարժեզրկվի եւ թոշակառուն պայմանական ավելի վատ կապրի, ինչը որ այս իշխանության օրոք, հիմա նաեւ ձեր եթերում եմ դա ասում, ցանկացած նաեւ մարդ, ով ապրում է թոշակով կամ նվազագույն աշխատավարձով, դա ավելի լավ գիտի իր կյանքի օրինակով, այս իշխանության 7 տարիներին Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ը, այսինքն այն խավերը, ովքեր անապահով են, թոշակառուներ, աշխատող աղքատներ, ծառայող աղքատներ, ավելի վատ են ապրում, քան ապրել են մինչև սրանց իշխանության գալը։ Սա գնահատ է, եւ դրա բացատրությունն էլ է պարզ, որովհետեւ մարդկանց ծախսերը ավելացել են, այդ թվում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 61000 դրամից դարձել է 82000 դրամ եւ շարունակաբար աճում է։ Դե մյուս տարի պայմանական այս տեմպով գնա մոտ 85000 դրամ։ Դա հիմնականում հավանաբար եկամուտների պակասելու եւ գնաճի հետևանք։ Հիմա իրանք ասում են աշխատավարձը աճ, այո։ Աշխատավարձը օրինակ առանց գնաճի զուտ մաքուր աշխատավարձը կամ իրական աշխատավարձը աճել է միջին աշխատավարձը մոտ 30%։ Մի փոքր ավել։ 50%-ի չափով մոտավորապես աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Դե տեսեք օրինակ, դուք աշխատում եք, նվազագույն աշխատավարձ եք ստացել, 30% պայմանական աճել է ձեր աշխատավարձը, մոտ 50% ավելացել են ծախսերը։ Հիմա այսպիսի իրավիճակ կամ մեկ այլ կարևոր բան, դա թոշակը ինչքան է աճել, այսինքն շատ ավելի պակաս, քան գներն են աճել։ Ասեմ ձեզ ավելին, նաև այլ ծախսեր են ավելացել, բացի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, չէ՞։ Տեսեք, սպառողական վարկերը մոտ 2.5 անգամ ավել դեռ ավելացել են։ Այսինքն մարդիկ սպառողական վարկը երբ են վերցնում, երբ որ եկամուտը ծախսերին չի բավականացնում եւ դիմում են վարկի։ Այսինքն պարտքն է ավելացել, իսկ պարտքը ի՞նչ է նշանակում, որ դի տոկոս 10։ Այսինքն 2018 թվականի մեր հանրությունը պայմանական 2.6 անգամ ավելի քիչ, 3 անգամ շուրջ ավելի քիչ տոկոս էր վճարում սպառողական հիմա է վճարում։ Եվ դրան էլ գումարեք նաև մի կարևոր, այսպես ասենք, հանգամանք, որ այսօր պետական պարտք համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը 2022 թվականից սկսած նորից աճում է։ Աճում է նաև պետական բյուջեի դեֆիցիտի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն։ Կարճ ասած, մենք գտնվում ենք ոչ այն վիճակում, որ հնարավոր է մեզ թույլ տանք ավելացնենք թոշակները։ Այս իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ ճանապարհ չկա, լուծում չկա։ Պետք է այդ լուծումը շատ հեշտ կարելի է գտնել, եթե այդպիսի ցանկություն կա, իսկ այդպիսի ցանկություն իրենք չունեն, որտեվ հիմա հաջորդ տարվա բյուջեն պոպուլիստական նախընտրական բյուջե է։ Ասֆալտ անենք քվեի դիմաց։ Ամբողջ եղածը տարել լցրել են այդտեղ, անուն էլ դրել են կապիտալ ծախս։
մտեղ ինչքանն է թալանվում, որքանն է նպատակին հասնում, այլ հարց է։ Այդ իշխանափոխությունից հետո նաև իրավապահ համակարգի գործիքներով դա պետք է քննվի, հետաքննվի, հասկացվի, բայց մի բան փաստ է, չէ։ Բա լավ, պարզ հարց եմ տալիս։ Այսինքն մեր հանրությունը հիմա մեզ լսում է, նաև մեր տատիկները, պապիկները, մեր կողմից շատ հարգված թոշակառուները, աշխատող, բայց աղքատ մեր հայրենակիցները եւ նաև աղքատներն ու ծայրահեղ աղքատները։ Ասում էիք 7%-անոց տնտեսական աճ եթե ապահովենք, մենք թոշակը այս չափով կբարձրացնենք։ Հիմա եկել եք ասում եք, ձեր նաև նկարած թվերով թե ինչ, որ այդ 7%-անոց տնտեսական աճը ապահովել ենք եւ դուք ձեզ ծափահարում եք, լավ։ Պարտք, այո, ավելացրել եք։ Մի բան էլ ավել, քան որ ծրագրել էիք։ Մեր ժողովրդի վզին պարտքը այդքան ավելացրել եք։ Հիմա տնտեսական աճը իրականում շատ նաև ձեր եթերում առիթ ունեցել եմ ասելու, ռուս-ուկրաինական պատերազմով էր պայմանավորված արտաքին գործոն, այսպես պատահական եկավ ընկավ, ասենք, իրանց գլխին այդ դրական աճի արդյունքը իրենց վերագրեցին։ Բայց այդքան լավ է։ Այս խոստումները կատարել եք, տնտեսությունը աճել է, բյուջեի եկամուտները ձեր պլանավորվածով աճել են, բայց 700,000 մարդուն ինչ եք խաբել։ Ինչ եք խոստացել թոշակի այդ չափ բարձրացում, աշխատավարձի բարձրացում եւ չեք արել ձեր խոստումը։ Ակնհայտ է, որ չեն էլ անելու, որովհետեւ կամ ես ասել եմ, նույնիսկ պնդում եմ, կամ այդքան տնտեսական աճ չկա, այդ թվերը նկարած են, իրական չեն, կամ այս իշխանության ուրեմն այս իշխանությունը ուղղակի ի սկզբանե 21 թվին, երբ որ գրում էր այդ թվերն ու խոստումները, գիտեին, որ չեն կատարելու։ Այսինքն ի սկզբանե առաջին օրվանից խաբել են, ինչ են խաբել։ Քվե կորզելու համար։ Դուսեք պարոն Հավատոսյան, ինչ է հիմա իմ դիտարկումներից ելնելով եմ սա հարցնում, ինչով բացատրենք այս ակտիվությունը Երևանի փողոցներում։ Հետարքիր, չգիտեմ, գուցե տնտեսագետներն ունեն իրենց բացատրությունը, բայց օրինակ սովորական քաղաքացին, մեկը ես, շարքայի, երբ տեսնում եմ, որ Երևանի փողոցներում տեղ ու դադար չկա, երբ տեսնում եմ այս շարժումը, մտածում եմ, որ այդ մարդիկ ինչ-որտեղ են շտապում աշխատանքի կամ, չգիտեմ, ինչ-որտեղ մի բան ընտանիքի համար ստեղծելու, երկրի համար ստեղծելու, ամբողջը Երուսաղեմի մեջ է Երևանը։ Այսպես լինում է, չգիտեմ, երևի թե զարգացած երկրներում, որ չի կանում, քաղաքը չի քնում, քաղաքը անընդհատ այսպես հևքի մեջ է։ Սա ինչի նշան է։ Ունենք մեքենաների հսկայական քանակությունը։ Սա արդյոք մարդկանց կենսամակարդակի մասին էլ չի խոսում։ Տեսեք, գուցե մարդիկ կան, որոնք նաև այս իշխանության հետ եկած սրտի չկան, համատարած է, այդպիսի տպավորություն ունեմ։ Ընտանիք չկա, որ մեքենա չունենա, ընտանիք չկա, որ օրական 2-3 մեքենայով դուրս չգան։ Քիչ առաջ ես խոսեցի, այո, դուք ճիշտ եք նկատում, այո, այդպիսի, բայց դա միայն թվացական է դա։ Միայն այսպես կենսամակարդակի հետ չի կապված, այո, որոշ մարդկանց եկամուտները աճել են։ Այդ թվում այդ նորելուկ օլիգարխներ եւ իրենց շրջապատը։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները եւ իրենց շրջապատը, գիտեք, պետական գնումներում թաթախված, նրանք էլ բարձր աշխատավարձով։ Քիչ առաջ մի թիվ էլ ասեցի, չէ՞, մոտ 3 անգամ սպառողական վարկերն ավելացել են։ Այսինքն մարդիկ նաեւ վարկով մեքենա են գնել։ Նաեւ այդ ներարկումները, հա։ Բա եթե վարկով մեքենա է գնել, օրինակ էլեկտրոմոբիլ կամ մեկ այլ մեքենա, այդ մեքենան փորձում է շահագործի։ Բայց շատ կարևոր է արձանագրել, տեսեք, օրինակ միտեղ մի հատ փոքր վթար է լինում, ամբողջ այդ փողոցը ժամերով խցանվում է։ Հաջորդը հանրային տրանսպորտի վիճակը։ Ես օգտվում եմ հանրային տրանսպորտից։ Տեսեք ինչ է կատարվում։ Իսկ եթե դու չունես հանրային տրանսպորտ արդյունավետ, մարդիկ սկսում են օգտվել տաքսիներից, ստիպված մարդ են, չէ՞։ Եթե տեսնում են, օրինակ 3 անձրև էր եկել, դուք գայիք բժշկական այդ ինստիտուտի դիմացի ներքև, այդտեղ մասիվ բարձրացող կանգառը մի հատ տեսնեք ինչ էր կատարվում։ Ամբողջը խցանում ճանապարհները, հանրային տրանսպորտը գեր ծանրաբեռնված սովորականից էլ մի բան ավել, ինչ դեն աչքիս առաջ մարդիկ արդեն ստիպված, նույնիսկ
ցածր աշխատավարձով աշխատող մարդը ստիպված անձրևի տակ կանգնելու տեղ չկա, տրանսպորտ չկա, ժամներ գնալով ուշանում է, կես ժամ, մի ժամ, 2 ժամ սպասելուց հետո տաքսի են կանչում եւ հիմա դուք էլ տեսնում եք, որ այդ տաքսիները այսպես գնում են, լավ օրից չի, որ այդպես էլ հանրային տրանսպորտը կամ ճանապարհը ասֆալտապատում են, մի ամիս հետո պարզվում է, օրինակ Նորքի ճանապարհը ձեզ օրինակ կամ այդ ցանկացած տեղ գնացեք, պարզվում է ենթակառուցվածքը չեն վերանորոգել, նորից քանդում, նորից սարքում, հետո այս անգամ էլ մի հատ կաբել պիտի տանեն, նորից քանդում, այս ամբողջը բերում է խցանումների եւ նաեւ ասենց ասեմ, այսինքն այդ երթևեկության, այսպես կարգ ու կանոնի խախտման եւ հետևանքներ է տա լինում։ Այսինքն դրանով օրինակ ականջը կանչի Քերոբյանի, ասում էր, բանը խցանումները շատ տնտեսությունը տես թրիչքաձև աճում է։ Նորից պիտի գամ իմ པարզ հարցադրմանը, բա որ այդքան լավ է, ինչ է այսքան վատ։ Ինչ է 40%, ախր երջանկություն էին խոստացել, հիշում եք, նպաստից աշխատանք կանենք, էս կանենք, այն կանենք, այն 100 խոստումներ էին ասում, հիմա 100 բաներ չկա, տես պրիմիտիվ գոնե ինչեսնեն։ Շատ լավ, փաստ, աշխատող աղքատ, նվազագույն աշխատավարձով։ Միայնակ կենսաթոշակառու, որը աղքատ է կամ ծայրահեղ աղքատ։ Աղքատ ընտանիքներ եւ ծայրահեղ աղքատներ։ Այս մարդկանց կյանքը մենք սոցիալական պետություն ենք։ Առաջնահերթ դի լավանալ այս մարդկանց կյանքը։ Դու վստահ եմ, չէ՞, որ դուք էլ պարզ գնահատում եք, որ թոշակառուները այդպես մեքենաներով չեն ամբողջ օրը երթևեկում ու տենց վայելում կյանքի բարիքները, որովհետև կենսաթոշակառուն նորից կրկնում եմ, մինչև 2018 թիվը, 18 թվի դրությամբ մինչև այս իշխանափոխությունը ավելի բարձր իրական եկամուտ ուներ, առնվազն մի փոքր կամ մի քիչ ավելի լավ էր ապրում, քան այսօր։ Սա փաստ է։ Հիմա ինչ անենք, մենք շնորհակալություն ասենք մեր կառավարությանը այդ հայտարարագրման այդ համակարգը չեղարկելու կամ ուշացնելու կամ հետաձգելու համար։ Ինչ է դրա վերջին չէ սպասվում։ Այնուամենայնիվ նրանք փորձելու են ինչ-որ մի բան ստեղծել։ Տեսեք, շնորհակալություն իրենք պետք է հայտնեն հանրությանը, որ հանրությունը անուղղակի ընդվզեց եւ ընդվզեց հայտարարագիր չլրացնելով, այլ ոչ թե օրինակ զանգվածային բողոքի ակցիաներով եւ այլնով, իրենք հետ քայլ արեցին, ես ասեցի, որովհետեւ Իսկզբանը ձեր գնահատմամբ հետ քայլ է դա։ Իհարկե։ Այսինքն վերջնականապես դեռ այդ հարցը չի կարգավորվել։ Վախեցան հետ քայլ արեցին, նախընտրական փուլը արժևում, այդ մարդկանց զայրույթը կարող նաև առաջ բերեր քաղաքական պատասխան, վստահ եմ, որ շատերի մոտ այդ պատասխաններ կլինի, հետ քայլ արեցին, ի սկզբանե անիմաստ բան, որը փաթաթել էին մարդկանց վզին, տուգանքի պարտադրանքով, իրենք այդտեղից որոշակի հետ քայլ արեցին, բայց ոչ թե անիմաստ այդ պահանջն ու կարգավորումները վերացրին, այլ այսպես մարակ մտան կատվի պես, որ ժամանակը գա նորից դուրս գան, ինչ որ բաներ թողել են, չէ, իրենք կլրացնեն, թողել են այդ պահանջը, ես ասում եմ, եթե անիմաստ է այդ պահանջը, իսկ իրականում անիմաստ է, չէ, կենսաթոշակառուներից են խոսում, շարունակեմ օրինակը, կենսաթոշակառուն, որը ստանում է 50,000 դրամ պայմանական միջին թոշակումից, պետությունից, ով գիտի այդ մասին, չափի եւ այդ մարդու թոշակի։ Պետություն։ Հիմա երբ որ այդ մարդու համար դու պարտադիր պահանջ ես սահմանում, ասում ես, էսա քո եկամուտը, ես գիտեմ, ես քեզ փոխանցում եմ այդ մասին տեղեկատվություն, դու նորից այդ տեղեկատվությունը հաստատի ինձ տուր։ Հիմա ասում են, լավ, պետք չի, եթե ոչինչ չանես, կհամարենք, որ դու հաստատել ես այդ տեղեկատվությունը։ Ասում պահանջ անիմաստ է։ Եթե դու այդ մարդու քաղաքացու մասին տվյալ ես ուզում, դու ունես այդ տվյալը, առաջնային աղբյուրը դու ես։ Ինչ անվար շարժում ես անում, ուղարկեմ քեզ նախորդ մինչև այս փոփոխությունը, ասում եմ, չմտնես, նորից չհաստատես, կտուգանեմ։ Հիմա ասում եմ, լավ, չեմ տուգանի, կհամարեմ, որ դու հաստատեցիր։ Կապրիզ է, էլի, մանկական կապրիզ է, էլի, անիմաստ, այսինքն ընկել են մեջ են, որ ժողովուրդն ասում է, էշին նստել է մի այբա, իջնել է երկու այբ, հիմա անիմաստ քայլն արել են, պոպուլիստական նպատակներ, կոռուպցիայի դեմ ենք պայքարում եւ այլն, հետո հիմա հետ քայլն են արել վախեցած, որովհետեւ 10%-ն են նույնիսկ չի լրացրել այդ հայտարարագիրը, չէ՞։ Հիմա նոյեմբերի 1-ին
40-րդ ժամկետը լրանում է, այսպես ասենք, այդ տեսան, որ դիմացնել ընտրություններ է, մի հատ էլ ժամկետ երկարացնեն, կարող է քաղաքացիները պատժեն իրենց, հենց շատերը միայն դրա համար այդ արեցին, այսինքն ստեղ վստահաբար անիմաստ պահանջ պետությանը ոչինչ չտվող, քաղաքացուն ոչինչ չտվող, իրանց էլ պոպուլիստական, իրանց հերթական քայլներ, որ ծրագրում գրել ենք, տեսեք, մենք խթանելու ենք անկանխիկ շրջանառությունը եւ այլն, բայց վնասը արդեն կա, անդառնալի վնասը կա։ Տուգանքի մուրճը, որ կախված էր մարդկանց գլխին, դա արդեն անհամժ չէ, նաեւ այդ վնասը կա այն իմաստով, որ գիտեք, բոլորս ենք այդպես, երբ որ մի հատ բացական փորձ է լինում, երբ որ մարդիկ հիասթափվում են այդ բարեփոխման, երբ որ մարդիկ հիասթափվում են այդ բարեփոխման ուրեմն ընթացքից եւ տեսնում են անիմաստ բան, մի բան ասում են, մի բան անում, նպատակը արդեն նպատակի նկատմամբ մարդիկ սկսում են բացասաբար տրամադրվել։ Հիմա հետո շատ բարդ է լինելու եկամուտների թափանցիկության կամ արդյունավետ հայտարարագրման ինստիտուտը դնելու համար շատ բարդ է լինելու, որտեղ տապալվեց։ Իսկ այդ երկար մարդկանց հիշողության մեջ այդ բացասական սպասումը մնալու է։ Իրենց վատ գործը արեցին արդեն։ Հետևանքներ անդառնալի կա։ Ոնց պիտի հետո բացատրվի հանրությանը եւ այլն, դա դեռ ապագայի հարց է։ Գանք դարձյալ բյուջետային քննարկումներին ազգային ժողովում ուշադրության կենտրոնում էր հատկապես պաշտպանության ոլորտի հետ կապված այդ հարցերը, պոպուլիզմից էլ շատ խոսեցին, կար պոպուլիստական արդեն հայտարարությունը, ծառայության ժամկետը պարտադիր զինվորական կկրճատվի եւ այլն, ինչպես է այդ ամենը այն փոփոխությունները, որոնք այս ընթացքում կատարվել են պաշտպանության նախարարությունը, ինչպես է անդրադարձել բյուջետային թվերի վրա։ Ինչ որ Փաշինյանն ասում էր կկրճատվի մի բան էլ, ինչ է կրճատվեց, հիմա 26 թվին էապես 15% կրճատվելու է մեր պաշտպանական ծախսերի, ես սպաս քաղաքացի։ Կներեք նախարարն էլ հայտարարեց, որ իրեն գերժամանակակից զենքեր են ձեռք բերում, հիմա այս պայմաններում դա ոնց է։ Լավ բանը, պարզ տրամաբանություն, այսինքն եթե փողը կրճատվում է, այդ նշանակում է, որ ավելի քիչ կարող ես ձեռք բերել, քան ձեռք ես բերում։ Հիմա հարց առաջանում, այսինքն այդ ինչքան է այդ անվտանգային մարտահրավերները լուծվեց արդեն, վերջ, էլ մեզ պետք չի պաշտպանական ոլորտի զարգացում եւ առաջանցիկ զարգացում։ Ակնհայտ է, որ դա դրա հետ կապ չունի, նորից եմ ասում, երկու կարևոր հանգամանք կա, մեկը որ սկզբունքը արդեն այս իշխանությունը առաջնորդվում է բացառապես մեկ շահով, դա ամեն գնով իրենց իշխանությունը պայլու շահն է, ինչ ուզում ալնի, թեկուզ դրսում ջրեղեղ, այսպես պատկերավոր ասած, իրենք մնան աթոռի վրա, դա լավորից չի, երկրորդը դա արդեն հետևյալն է, որ հաջորդ տարի նախընտրական տարի է եւ ասֆալտ անենք քվեի դիմաց սկզբունքով բյուջե են կազմել, կարևորը ասֆալտ անեն, մարդկանց ասեն, տեսեք, ձեր փողոցը ասֆալտել ենք, մեզ քվե տվեք, էլ թե չէ 5 կիլոմետր են կողմ դիրքը ոնց կկահավորվի, ինչ պաշտպանական ծախսեր կունենանք, նաեւ կրճատվել է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի, որը ներառում է նաեւ ռազմարտունաբերության ոլորտը, այդ ուղղության ծախսը մոտ 10 միլիարդով էապես կրճատվել է նաեւ էկոնոմիկայի կամ տնտեսության ոլորտի ծրագրեր, այդ թվում ազատ անկման մեջ գտնվող գյուղատնտեսության ծախսերը, այդ էլ մոտ 5 միլիարդով, այսինքն որտեղ է աճել, ասֆալտ պոպուլիստա, այո, որ ցույց տանք, տեսեք, ձեր գյուղի դպրոցը ներկում ենք, ձեր գյուղի ճանապարհը ասֆալտում ենք, հարգելի գյուղացի, տվյալ գյուղի արի մեզ քվե տու, բայց թե հետո վաղը ոնց ես ապրելու, թե որ քո տան պապիկի թոշակը խոստացել ենք բարձրացնենք, չենք բարձրացրել, որ քո տան մեծ մարդիկ, պապիկները, տատիկները ավելի վատ են ապրում, քան մենք եկանք իշխանության, այդ ամեն ինչը ոչինչ, բայց տես դուրս ես գալիս, ասֆալտ կա, այլ հարց է այդ ասֆալտը մի տարի հետո մենք ընտրվենք վերջացնենք, դրանից ինչ կմնա, այլ հարց է թե այդ ասֆալտից որ մասն է գողացվում, որ մասն է փոշիացվում, բայց տեսեք,
պատը ներկվում է, ասֆալտը արվում է, քվեն ուրեմն տվեք։ Մնացած կարևոր հարցերն էլ հանրային կյանքի մյուս ոլորտները կայուն զարգացում անվտանգությունից մինչև սոցիալական ոլորտ, կայուն տնտեսական աճ, ներդրումներ, դրանք էլ դե հիմա կամ պետական պարտքի թռիչքաձև աճ, դրանք էլ դե հիմա ասում է ժողովուրդ ջան, ձեր ինչ խնդիրն է, մենք կլուծենք։ Եվ իհարկե առաջիկա ընտրությունների մասին ինչ եք կարծում, իշխանություններին այս անգամ էլ արդյոք հաջողվել է, օրինակ տեսեք պաշտպանության ոլորտից խոսեցինք, որտեղ միջոցները կրճատվել են եւ այլն, բայց Փաշինյանը դրա դիմաց առաջարկում է խաղաղություն եւ խաղաղությունից է խոսում, ասում է խաղաղություն է, իսկ եթե խաղաղությունը բնականաբար այնտեղ ծախսերը, որ մի քիչ կճանան, դրանից աշխարհը չի շրջվի։ Մենք իհարկե չունենք այն հիմնավորումները, որ սա խաղաղություն է, բայց թե մարդը խոսում է եւ հասարակ ժողովուրդը հավատում է։ Հիմա այդ խաղաղության լոզունգով, եթե դե Փաշինյանի, այսպես ասենք, գործընկերներն էլ նպաստեն դրան, խաղաղության լոզունգով նա շատ հանգիստ կարող է գալ ընտրությունները եւ ասել, տեսեք, ես այդ խաղաղությունը բերել եմ, ժողովուրդը ավելի շատ այս կողմ է նայելու, քան նույնիսկ իր կենսամակարդակին կամ իր սոցիալական վիճակին, հասկանում եք, այդ խաղաղությունը այնպեսի մի բառ է օգտագործում մարդը, որ ինքն է խախտել ժամանակին, ինքն է այս պարտված վիճակը բերել, ինքն է այսքան զոհերի, այս կորուստների մեղավորը, ու այդ մարդը այսօր խոսում է խաղաղությունից, նաև համարվում է խաղաղության թիվ 1 ջատագովը այս երկրում եւ պահպանողը։ Որ մարդը, որ քաղաքական ուժը։ Խոսքը ԿՊ-ի Իսկ ինչ արի 7 տարվա մեջ եկել է խաղաղ իրավիճակ, 2 հայկական պետություն, դարձել է իշխանություն իր խմբակով, ինչ արել։ Ես դա եմ ասում, այսքան բանից հետո մարդը այսօր խաղաղության լոզունգը ինքն է բարձրացնում։ Այ հենց մեր խնդիրն էլ մտածող մարդկանց եւ ընդդիմադիր քաղաքական իրապես դաշտի մտահոգ նաեւ քաղաքացիների խնդիրն էլ հետեւյալն է, որ ոչ միայն հասկանան, որ սա ոչ թե խաղաղությունը, այլ անսահման զիջումների դիմաց հրադադար, եթե զիջում ես, լավ, եթե դուք ինձանից մի բան մենք վեճ ունենք, դուք ինչ ուզում եք, ես հետ քայլ եմ անում, ձեզ տալիս եմ։ Վեճի առարկան, ասում եմ, խնդիր չկա, 100%-ով ձեր ուզածով թող լուծվի։ Դուք ինչի պետք է նորից ուրեմն ձեր վեճը շարունակեք։ Դա Հայաստանի Ադրբեջանի վիճակն է։ Պահանջ, խնդրեմ։ Ուրիշ ինչ պահանջ, խնդրեմ, դուք տեսեք հետևողականորեն, հա, հիմա որ մի մեր ազգային շահից բխող խնդիրն է լուծվել։ Դուրս եկան մեր սուվերեն տարածքից։ Դուրս է եկել թշնամու զորքը, չէ։ Այսինքն ռետորաբանությունն է փոխել, չէ։ Այսինքն եւ ստեղ պարբերաբար մի հատ էլ բոնուս է տալիս։ Օրինակ ղազախական ծորենը, լավ, բերեք մեր տարածքով թող անցնի այդ մեքենան գնա Վրաստանով մտնի, ասում նոր դուրը որտեղ է բացվել։ Որտեղ Վրաստանի այդ դուրը կար, այսինքն թող գա այդտեղից մտնի գա։ Լավ, ինչ որտեղ լոգիստիկ իմաստով գուցե ինչ որ օգուտ է։ Բայց դա էր ձեր կոստացածը։ Այդ փոխադարձության սկզբունքը է դեր։ Հա? Թրիփի ճանապարհի անխոչնդոտ Ադրբեջանի անցման անխոչնդոտ ձեր արդեն հողի վրա ստորագրած պայմանագիրը եւ ծորենը ղազախական Ադրբեջանի տարածքով մեկ-մեկ թողնել Հայաստան Վրաստանի տարածքով, այսպես ասեմ։ Ադրբեջանով անցնի ինչ որ լոգիստիկ օգուտներ։ Լավ, բայց դա դրան adekvat է։ Այսինքն մի կաթիլը մեկ ծովին համադրելի է։ Այսինքն սա իրականում, գիտեք, շատ պարզ է, բայց բարդ է, որ մեր հանրությանը իրենց այս ֆեյքերի ու քարոզչության ու հակաքարոզչության այս ինստիտուցիոնալ համակարգը, որ իրանք ունեն անվերջ ֆինանսավորմամբ դրսերից, ներսերից եւ այլներից, նաեւ ինչու՞ չէ նավթադոլարներով ես վստահ եմ, այս ֆինանսավորման եւ այս քարոզչական հարձակման դեմ պետք է առնել։ Սա է բարդ, պարզ քաղաքացուն պիտի բացատրել, որ սա խաղաղություն չի, սա հետաձգված պատերազմ է, սա պատերազմի սպառնալիքի տակ ընդամենը հրադադար է, որին մենք մեր ազգային շահերով, մեր ինքնուրույնությամբ, մեր տարածքներով վճարելով ենք, որ կարողանում ենք երկարացնել։ Բայց դա վերջ ունի, չէ։
Այսինքն ի վերջո Հոմեր ունեցած անվերջ չի, մեր փոքր հայրենիքին նայեք, մի փոքր ծվարած, այսինքն կտոր հանձնելով, մինչև ուր ենք գնալու, շահը հանձնելով ազգային, շահից հետ կանգնելով ազգային, մեր ապագա կայուն զարգացման տեսլականներից հետ կանգնելով, ուր ենք հասնելու, միջև, չէ, մի օր ի վերջո կորցնելու ենք, չէ, կորցնելու ենք անդառնալի, էս ճանապարհն է, իսկ այս ճանապարհը, այո, այս մեռելածին խաղաղությունը, այս ճանապարհը անցնում ենք ասենք առանց կրակոց, ինչի կրակի, ինչի փամփուշտ ծախսի, եթե ասում ես դուրս տալիս ես, հետ կանգնի հետ ես կանգնում, էս արա էս ես անում, այն արա այն ես անում, այսինքն այդ դեպքում ինչ պիտի ջանք գործադրի, մի հատ էլ ագրեսիվ կեցվածք ունենա, մի հատ էլ դրսից հոխորտան իրա վրա կամ չէ, հանգիստ կանչում են տարբեր տեղեր, պարտադրում են, գնում անում հա, խելոք, սուսուփուս, գլուխը կախ, այդ գլուխը կախ անողին, ամեն ինչ զիջողին, ամեն ինչի հետ համակերպվողին, ով է բամփում գլխին, ոչ մեկ։ Շնորհակալ եմ Ես եմ այս շնորհակալ։ զրույցի համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։